Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոշոր ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում կառուցել $500 միլիոն արժողությամբ AI գործարան, որի շահագործումը նախատեսվում է 2026-ին։ Firebird եւ Nvidia ընկերություններն արդեն հայտարարել են մեր երկրում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման մասին։ Նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասնել է, Firebird-ը նոր է հիմնվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ, որոնց թվում է նաեւ Նուբար Աֆեյանը։ Nvidia ընկերությունն աշխարհում 3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից է։ Նման ենթակառուցվածքները շահագործելու նպատակով կարևոր են էներգիան եւ ռեսուրսները։ Նախարարի խոսքով Հայաստանը պատրաստ է եւ կարող է տրամադրել այդ հզորությունները։ Նշվել է, հետազոտողները, գիտնականները, բիզնեսը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի արտադրած արհեստական բանականության ռեսուրսները եւ կիրառեն հետազոտություններում։ Որոշ հատված նախատեսվում է հասանելի դարձնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի արհեստական բանականության մասնագետների, հետազոտողների համար։ Հիմնական մասն ընկերությունը Cloud ծառայությունների միջոցով հասանելի կդարձնի եւ կվաճառի աշխարհի տարբեր ընկերությունների։ Անապահովության գնահատման նոր համակարգով կլուծվի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման զբաղվածության հարցը։ Համակարգը փորձարկվում է Կոտայքում եւ Սյունիքում, աջակցություն կտրամադրվի երկու մարզի այն գործատուներին, որոնք շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում, ինչպես նաեւ պարզապես աշխատանքի ընդունում։ Գործատուին կփոխհատուցի այն կրթական ծախսերը, որոնք կպահանջվեն շահառուին ոչ ֆորմալ կրթության ապահովման նպատակով, բայց ոչ ավելի քան 250,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչը պետությունը կապահովի նաև գործատուին աջակցություն առնվազն 6 ամիս ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի դեպքում 6 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցումը։ Աշխատանքի ընդունման դեպքում գործատուն կնքում է պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով եւ այս դեպքում կա հնարավորություն առաջին 3 ամսվա ընթացքում ապահովելու աշխատանքային փորձ։ 3 ամիս ժամկետով գործատուին փոխհատուցվի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ ներառյալ հարկերը, պարտադիր վճարները։ Երկրորդ կետով գործատուին կտրվի աշխատավարձի սուբսիդավորման աջակցություն։ Եթե աշխատանքային պայմանագիրը կունենա 6-ից 11 ամիս ժամկետ, ապա կսուբսիդավորենք 50%-ի չափով աշխատավարձի, բայց ոչ ավելի քան 50,000 դրամը ամսական, եւ 12 եւ ավելի ամիսների դեպքում կնքված պայմանագրի դեպքում մենք կունենանք 6 ամիս ժամկետով գործատուին աջակցություն, ամսական աշխատավարձի 70%-ի չափով սուբսիդավորում, բայց ելի ոչ ավել, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափն է 75,000 դրամը։ Իջևան համայնքի տնամերձ հողամասերում կհիմնվեն բարձր բերքատվությամբ տնկիներով այգիներ, դրա ռոռոկման ջրի արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի, այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված երկրորդ փորձնական ծրագիրը հաստատել է գործադիրը։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառակուսի մետր եւ ավել 1 ամբողջական ծառերից եւ այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև հուլիսի 15-ը պետք է դիմել համայնքի ղեկավարին եւ կնքել պայմանագիր։ Ոչ միայն պետբյուջեի եկամուտներն են այս տարի երկնիշ աճում, այլ նաև համայնքներին է վիճակագրական կոմիտեի տվյալով հունվար-մարտին Հայաստանի համայնքների եկամուտը կազմել է 56 միլիարդ 516 միլիոն դրամ, ինչը 12.8%-ով ավելի է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդ որում համայնքային հարկերի եւ տուրքերի գծով վճարումներն ավելացել են 22.7%-ով։ Անշարժ հարկի գծով ունենք 31.5% աճ, փոխադրամիջոցների գույքի հարկի գծով ունենք 11.1% աճ, պետական տուրքերի եւ տեղական տուրքերի գծով գրեթե մնացել են անփոփոխ, գույքի վարձակալությունից եկամուտները 13%-ով աճ։ Այս աճող ցուցանիշերը բավականին հուսադրող են, որ տարվա կտրվածքով մենք պետք է լավագույն արդյունքները ցուցաբերենք։ Ընդհանուր առմամբ համայնքների բյուջեների եկամուտների 44.6%-ն առաջին եռամսյակում ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհներից, 27.8%-ն այլ եկամուտներից, 27.6%-ը հարկերից եւ տուրքերից։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ համայնքային մակարդակով բարելավվել է վարչարարությունը, նշում է Լորիս Մուրադյանը։ Իհարկե գույքը հարկի տարեցտարի ավելացումն էլ է դրական ազդել ցուցանիշի վրա։ Տարվա կտրվածքով կանխատեսվում է, որ համայնքային եկամուտները կհասնեն 322 միլիարդ դրամի։ Համայնքային եկամուտներում ներառված պաշտոնական դրամաշնորհներն այս տարի կկազմեն 98.2 միլիարդ դրամ, ինչը 18-ի համեմատ կրկնակիից ավելի է, շեշտում է նախարարության բաժնի պետը։
Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը Հրազդանի տարածքում է, սպասարկելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, կառուցվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի վարկի, դոնոր կառույցների ու պետության համատեղ 14 միլիոն եվրո ֆինանսավորմամբ։ Սանիտարական է կոչվում, որովհետև ի տարբերություն մինչև հիմա մեր ունեցածների, աղբն այստեղ սովորականի պես չեն բեռնաթափելու ու թողնեն։ Ամեն ինչ եվրոպական ստանդարտներով է շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու սկզբունքով։ Սեղմած աղբը տեղադրելու են հողից ու խորքային ջրերից հերմետիկացված հատուկ բջիջներում։ Աղբ բերող մեքենաներն այստեղ առաջինը կկանգնեն մինչև 20 տոննայանոց կշերքի վրա։ Օպերատորը կգրանցի նախնական քաշը, որ բնակավայրից է և մյուս տվյալները։ Քաշն ամենակարևորն է, քանի որ դրանից է կախված լինելու նոր ոճի աղբահանության գումարը։ Փողը տոննայի հաշվով Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերությունը ստանալու է համայնքապետարաններից։ Ըստ վարկային պայմանագրի աղբի հավաքել, տեղափոխել, պահելու դիմաց նորաստեղծ կառույցին վճարելու են համայնքներն ու փորձեն տեղական բյուջեից ծախսվող այդ գումարը աղբահանության վարձավճարի տեսքով գանձել բնակիչներից ու տնտեսվարողներից։ Նախնական հաշվարկի համաձայն աղբահանության սակագինը շնչի հաշվով այժմյան 200 դրամից տվյալ մարզերում կավելանա, բայց ոչ ավելի քան օրենքով սահմանված 400 դրամը։ Արժեքի բարձրացումը փուլ առ փուլ կիրականացվի։ Աղբահանության դիմաց քիչ վճարելու մի տարբերակ կա՝ տեսակավորման ենթակառուցվածք ստեղծել։ Երբ հնարավոր լինի պլաստիկը, թուղթն ու ապակին ուղարկել վերամշակման, պահելու ենթակա թափոնի քաշը կնվազի, դրա դիմաց գանձվող փողը նույնպես։ Կշահեն բոլորը, մարդիկ ֆինանսապես, իսկ աղբավայրը ուշ կլցվի։ Աղբավայրի առաջին բջիջը մոտ 7 տարվա, իսկ ընդհանուր աղբավայրը ընդհանուր 25 տարվա համար է նախատեսված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար։ Բայց տոննա կարող է կուտակել այստեղ։ Տարեկան 100-ից 130 հազար տոննա աղբ, որը որ երկու մարզից կգոյանա։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $69.97։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 1.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.72։ Ոսկու միջազգային գինն աճել է 1.1%-ով և մեկ ունցիայի դիմաց կազմել $3376։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 1.5%-ով և կազմել մեկ հատի համար $106,980։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 12-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 48 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 444 դրամ 68 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 78 լումա։